Մինչ Հայաստանում իշխող ռեժիմը շարունակում է երկրի բանտերը լցնել քաղաքական բանտարկյալներով, Հայաստանի շուրջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարող են լրջագույն հետևանքներ ունենալ մեր երկրի համար, մասնավորապես Հայաստանի հարևան Իրանի շուրջ ծավալվում են իրադարձություններ, որոնք շատերի գնահատմամբ կարող են հանգեցնել տարածաշրջանում լայնածավալ պատերազմի։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ քաղաքագետ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ։ Պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Վերջին շաբաթներին եւ մասնապես վերջին օրերին նորից սրվել է իրադրությունը Իրանի շուրջ եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակաբար հայտարարում է, որ դեպի Իրան են շարժվում Միացյալ Նահանգների տարբեր հավաքակիրներ, բայց նաև խոսում է խնդրի դիպլոմատիկ լուծման հնարավորության մասին։ Ձեզ ինչ է կատարվում։ Այո, դուք մի շատ ճիշտ դիտարկում արեցիք, ընդհանրապես, եթե այս պահի տաք կոնֆլիկտները դիտարկենք, թե ռուս-ուկրաինական պատերազմը եւ թե Իրանի շուրջ զարգացող իրադարձությունները, մի հատկանշական բան կարելի է նկատել, որը թերևս նոր ժամանակների նոր իրողություններից է, զուգահեռաբար եւ թեժ պատերազմ են տանում, օրինակ Ուկրաինայում, բայց դրան զուգահեռ Աբու Դաբիում երակոմ բանակցություններ են կարգավորման հեռանկարների շուրջ։ Ըստ էության նույն բանը մենք մի քիչ այլ դրսևորումներով Իրանի շուրջ զարգացումներում ենք տեսնում, կա այնպիսի ռետորաբանություն, որ պատերազմը գրեթե անխուսափելի է դարձնում, հատկապես այդ ռետորաբանությամբ Դոնալդ Թրամփն է աչքին գնում, շատ դժվար է լինելու երեսը փրկել նրա համար, եթե շոր գործողության չգնա, չէ, որտեվ ինչպես արդարև նկատեցիք, նա անդադ հպարտանում է, որ Աբրահամ Լինքոլնը մոտեցավ 30-35 հազար զինվորական կա տարածաշրջանում եւ այլն, բայց մյուս կողմից առնվազն մակոկային դիվանագիտության դրսևորման հետ գործ ունենք Իրանի շուրջ, երբ որ կան միջնորդներ, Թուրքիա, Կատար եւ այլն, ծոցի երկրները, որոնք շատ ակտիվորեն միջնորդ են հանդիսանում, որպեսզի բանը ռազմական էսկալացիային չհասնի։ Մեծ հաշվով ես 3 հնարավոր սցենար եմ տեսնում։ Առաջինը դիվանագիտական հանգուցալուծումն է, բայց այն ձևով, երբ ուժի հարկադրանքի տակ Միացյալ Նահանգները հասնում են իրենց ուզածին, այսինքն միջուկային ծրագիրն է չեղարկվում, հրթիռային ծրագիրն է սահմանափակվում Իրանի եւ Իրանը դադարում է որևէ աջակցությունը պրոքսի խմբավորումներին, որ մերձավոր արևելքում կան, չնայած գիտեք, որ դրա այդ դիմադրության առանցքը էապես թուլացած է վերջին 2 տարվա իրադարձությունների հետևանքով։ Սա առաջին սցենարն է, բայց սրան շատ դժվարությամբ կգնա պաշտոնական Թեհրանը։ Երկրորդ սցենարը այն է, որ թիրախային հարվածները Միացյալ Նահանգները հասցնում, ենթադրենք հրամանատարական կետերին, կոնկրետ բարձրաստիճան ղեկավարների եւ ստիպում է Թեհրանին զիջումների գնալ։ Եվ կա երրորդ սարսափելի սցենար, որ արդեն լայնածավալ ռազմական գործողությունների մասին է, այստեղ թե Միացյալ Նահանգները շատ հարուստ զինանոց ունեն, թե Իրանը կարող է վաբանկ գնալ, օրինակ Հորմուզի նեղուցը կարող է փակել, գիտեք, այդ նեղուցով 25%-ը առևտրի նավթի, համաշխարհային նավթի առևտրի 25%-ը այդ նեղուցով է տեղի ունենում։ Երրորդ սցենարը հատկապես սարսափելի է, չնայած երկրորդն էլ պակաս վտանգավոր չի, բայց երրորդը հատկապես սարսափելի է, որտեվ միգրացիոն ճգնաժամ կարող է առաջացնել։ Այնպիսի անվտանգային ռիսկեր, օրինակ Հայաստանի համար կարող են հաշված ժամերում առաջանալ, հատկապես փախստականների մեծ հոսք կարող է լինել, մի քանի տասնյակ հազար մարդու հասնող, Հայաստանի տիպի թույլ երկիրը չի կարող վերահսկել այդ ռիսկերը, ինքնին հասկանալի, այն էլ էս անլուրջ իշխանության պարագայում, որի վարքագիծը այս օրերին Վարչաբենտն այն հայտնի դիսկոտեկը իրանց,
նույնիսկ ավելորդ է ասել, այնուամենայնիվ մի թեթև հույս կա, որ դերևս դիվանագիտական հանգուցալուծում հնարավոր, չնայած կան առաջնորդներ, որոնք բացահայտորեն ասում են, որ այլևս պատերազմի դուռը փակել հնարավոր չէ, օրինակ Վուչիչի հայտարարությունը կա Սերբիայի նախագահ, որը գիտեք նման դեպքերում քաջածանոթ ալնում իրավիճակին։ Եվ կան էլի վտանգավոր հայտարարություններ, որոնք խոսում են այն մասին, որ ռազմական գործողությունները կարող են տարածաշրջանային հրդեհի վերածվել, որտեղ պարզ է, չէ, այս դեպքում Ռուսաստանն էլ, Չինաստանն էլ նույնքան անտարբեր չեն հետևելու իրադարձություններին, ինչպես դա տեղի ունեցավ Վենեսուելայում։ Նա մի քիչ այլ պատմություն է, որտեղ նույնիսկ լոգիստիկ առումով Չինաստանը եւ Ռուսաստանը մեծ ցանկության դեպքում անգամ չէին կարող շատ ակտիվ միջամտություն ցուցաբերել։ Հետո Վենեսուելայում կայծակնային գործողությունը միանգամայն հնարավոր էր, պետական թույլ համակարգ, ռեժիմ, որը հասարակության մեջ խորը վստահության հիմքեր չուներ եւ այլն եւ այլն։ Այդ նույն բանը Իրանում հնարավոր չի։ Վենեսուելական մոդելի կրկնությունը Իրանում բացառված է։ Երևի կհիշեք, որ 12-օրյա պատերազմի ընթացքում բանակի կամ պահապանների կորպուսի հրամանատարությունը գլխատվեց շատ արագ ժամերի ընթացքում փոխարինվեց, այսինքն Իրանի պետական համակարգի ինստիտուցիոնալ հիշողությունը, ֆունկցիոնալության մակարդակը անհամեմատ բարձր որակի վրա են, որը թույլ չի տալիս այդտեղ կայծակնային գործողություններ անել։ Իսկ եթե կայծակնային գործողությամբ չես կարողանում հաջողության հասնել, պիտի անպայման հակազդեցության սպասես։ 12-օրյա պատերազմից առաջ էլ Դոնալդ Թրամփը շարունակաբար խոսում էր, որ խնդիրը հնարավոր է լուծել դիվանագիտական ճակատում, բանակցություններ էին տեղի ունենում, բայց դա չխանգարեց, որպեսզի Իսրայելը հասցնի հարված եւ շատերի գնահատմամբ այդ ժամանակ դիվանագիտական այդ բանակցությունները ուղղակի ապակողնորոշող գործընթաց էին։ Արդյոք հիմա նույնը չի կարող կրկնվել։ Թրամփը մի բան արել, որ միջազգային հարաբերությունների պատմության մեջ աննախադեպ է։ Հատկապես Միացյալ Նահանգների պես լուրջ երկրի համար, ըստ էության նա բլեֆի է դնել, ավելի կոպիտ բառով եթե ասենք, նրա արածը դա էր, չէ, ապակողնորոշել է, շատ ճիշտ բառ օգտագործեցիք, երբ որ բանակցությունները որպես քողածածկույթ է օգտագործել, իրականում մի ձեռքով էլ Իսրայելին դրդել է պատերազմի։ Բայց ինչն այստեղ հետաքրքիր է, երևի հիշում եք դուք, ինչ կարգախոսներով է Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադարձել։ Խաղաղություն, մի խոսույթ, որը տրամագծորեն տարբերեր են խոսույթից, որ այդ ուլտրալիբերալ գլոբալիստական նախկին ընտրանին էր իրականացնում Միացյալ Նահանգների։ Հիշում եք ծերուկ Բայդենին ինչքան էր ծաղրում տարբեր տեղեր պատերազմեր հրահրելու համար, իր բառերով եմ ասում։ Գուցե խոսքս շատ տարօրինակ հնչի Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքաղաքական մի զարգացումից անտեղյակ մեր հասարակության որոշակի շերտերի համար, բայց ես Թրամփի շրջադարձը կամ մագա շարժման սկզբունքներից շեղվելու այս process-ը կապում եմ Էփստեյնի հայտնի սկանդալային գործի ելևէջների հետ։ Տպավորություն է, որ շատ որոշակի կենտրոն, լավ այսպես ասենք, իսրայելական հրեական լոբին այդ գործի բերած կոմպրոմատները որպես կաշկանդող գործոն է օգտագործում ամերիկյան ընտրանու համար, այդ թվում Թրամփի, եւ շատ հեշտ կարողանում է ազդել նրանց քաղաքականության վրա։ Ամենայն դեպս Էփստեյնի գործում Թրամփի անվան այդքան հաճախ հիշատակումները օրինակ եւ նրա գործողությունների 180-աշճան փոփոխությունը կարծես թե սինխրոն ընթացքի մեջ են։ Համենայն դեպս լեգիտիմ նման կասկած ոչ միայն ես եմ հայտնում, Արևմտյան մամուլում բացահայտ է գրվում այս մասին, որ այդ գործը դարձել է այն թոկը, որ գցում են ամերիկյան այս վարչակազմի կամ նախագահի վզին եւ ստիպում են, որտեղ պարզ է, չէ, որ այս պատերազմի միակ շահագրգիռ
սուբյեկտը Շարոն Բիբի Բենյամին Նեթանյահուի կաբինետն է ու նրա այդ շրջապատը, որը այս պատերազմի հնարավոր պատերազմի մեջ տեսնում է իր ռեժիմի կենսունակության պահպանումը, հիմա էլ գիտեք, այնտեղ ընտրություններ են սպասվում, այսինքն շատ պետք է։ Հիմա ես դրա հետ եմ կապում ճիշտ ասած այս հակասությունները, ես կարծում եմ Թրամփը իսկապես կցանկանար վերջ տալ բոլոր պատերազմներին, դեռ իսկապես Ամերիկայի պետական պարտքի այնպիսի մակարդակի հասել, մի քանի տասնյակ տրիլիոն դոլար, որ արդեն սպառնում է Ամերիկայի ներսում մի քանի լուրջ համակարգերի գործունեության էֆեկտիվությանը։ Եվ իսկապես պետք է Ամերիկան առաջի հերթին կենտրոնանար իր խնդիրների վրա։ Հետո մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, չէ, որ ակնհայտ հակասություն կա Թրամփի խոսույթում եւ վարքագծում։ Մի կողմից Մոնրոյի դոկտրինի ֆետիշացում, որը ենթադրում է, որ աշխարհը ազդեցության գոտիների պիտի բաժանվի, բայց մյուս կողմից Իրանի շուրջ այս ագրեսիվ կեցվածքը։ Հետևաբար որ տենդենսը ի վերջո գերակա կլինի սպիտակ տան քաղաքականության մեջ, որտեղ կարծում եմ որևէ մեկի համար գաղտնիք չի, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմ չի ուզում։ Եվ հնարավորինս ամեն ինչ արվում է պատերազմից խուսափելու համար։ Բայց մենք նաև տեսնում ենք հետևողական միջամտություն Իրանի ներքին գործերին։ Ամենայն դեպս այն հուզումները, որ գուցե նաև օբյեկտիվ հիմք ունեին, ակնհայտորեն դրսից մոդեռացվում էին, հենց թեկուզ որևէ մեկը թող դիտարկի Իրանի հասարակության ինչ ներկայացուցիչներ են օրինակ հավաքվում Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ, արդեն հասկանալի է, չէ, որ համենայն դեպս իրանցում մեզ ծանոթ կերպարի հետ այդ մարդիկ շատ քիչ կապ ունեն, այո։ Այս բոլոր բաները հուշում է, որ այո, գործ ունենք հակասական process-ի հետ, ինչպիսի հանգուցալուծում կստանա, թերևս այսօր որևէ մեկը կանխատեսել չի կարող։ Տեսեք, Հայաստանի իշխանությունները TRIP նախագիծը ներկայացնում են որպես ձեռքբերում, բայց մի քանի անգամ իրանական կողմը հայտարարել է, որ դա իրենց համար վտանգ է։ Եվ մասնապես նորանշանակ դեսպաններ վերջերս շատ կոշտ ռետորաբանություն օգտագործել։ Հիմա այս պարագայում, երբ որ Իրանի շուրջ այս օղակը սեղմվում է, Հայաստանի որդեգրած դիրքորոշումը կոնկրետ TRIP-ի իրականացման համատեքստում ինչ վտանգների կարող է հանգեցնել մեր համար։ Գիտեք, պաշտոնական Թերանը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնում է։ Եթե դիվանագիտական ձևակերպումներից դուրս գանք, Թերանից մոտավորապես ասում են, որ օգոստոսի 8-ին տեղի է ունեցել Վաշինգտոնում հակաիրանական գործընթաց, որի վրա կնիք է դրել նաև Հայաստանը։ Մեծ հաշվով շատ դժվար է հակապաստարկ գտնելը այս թեզին, որովհետև չնչին տնտեսական հետաքրքրություններ ունի Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում։ Հետաքրքրությունները քաղաքական են։ Այո, աշխարհաքաղաքական են։ Իդեպ թե Ֆիդանը, թե Էրդողանը այդ մասին բացահայտ են խոսել, Ալիևի այդ մասին բացահայտ է խոսել, էլ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների ու քաղաքագետների մասին էլ չասենք։ Բոլորի համար սա աշխարհաքաղաքական պրոյեկտ է։ Եթե խոսում ենք, որ սա աշխարհաքաղաքական պրոյեկտ է, ու բացի Փաշինյանից ու Արադ Միրզոյանից որևէ մեկը դա չի հերքում, ուրեմն պարզա, որ սա սպասարկելու է ինչ-որ կենտրոնի հետաքրքրությունները, ընդհակառակը ուղղված է այլ կենտրոնների դեմ։ Դա դժվար չի հասկանալ, որ այս պրոյեկտի գործնական տարածք են երկու տարածաշրջաններ, որոնք ամերիկյան ընկալման մեջ գնալով նույնանում են, Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը, այդ դասական Միջին-Միջանցքի երթուղին, այսինքն, եւ դժվար չի հասկանալ, որ խնդիրը դրված հետ սովետական այս երկու տարածաշրջաններում
թույլատնել Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի ազդեցությունը։ Սրա համար շատ կուր քաղաքագիտական գիտելիքներ պետք չի։ Ու նայեք ուշադիր Արադ Միրզոյանը Մոսկվա գնալուց առաջ կարծեմ այսօր թե վաղը Մոսկվա է գնում Մատվիենկոյի հրավերով ինչա ասում։ Լրագրողը ասում է, որ ռուսները ցանկություն են հայտնել ինչ-որ ձևով թրիփին մասնակցելու, Արադ Ալեն Սիմոնյանը հակադարձում է, որ այդ դեպքում այդ ճանապարհը չի աշխատի, եթե ռուսները մասնակցեն։ Լավ, սրանից ուղիղ ավելի բաց տեքստով հայտարարություն դուք որտեղ եք հանդիպել, որ սա կոնկրետ աշխարհաքաղաքական նախագիծ է, դուք եւ ես պատմաբան ենք, դուք հրաշալի գիտեք, որ սա Ռուսաստանի եւ Իրանի թուրքական աշխարհը շրջանցող միակ ցամաքային կապն է նաեւ։ Այստեղով անցնողը։ Ասում թուրքական աշխարհը շրջանցող կամ մահմեդական աշխարհը շրջանցող։ Այսինքն շատ ակնհայտորեն բանի լոգիկան պարզ է, չէ՞, այստեղ ինչա կատարվում։ Եվ Մոսկվայից իհարկե շատ ավելի մեղմ հայտարարություններ են հնչում, բայց ընդհանրապես ռետորաբանության իմաստով։ Երբ որ ռուսները շատ բացահայտորեն ասում են, առանց ռուսների սա չի կարող աշխատել, որտեվ թրիփը այս տեսքով ԵԱՏՄ չափանիշներին հակասում է, հասկացեք սրա տակ շատ խիստ ուղերձ։ Պարտադիր չի Թեհրանից հնչող հայտարարությունների պես բառամթերքի առումով ինքը շատ խիստ լինի, բովանդակությունն է շատ խիստ։ Նշանակում է ես այս թրիփի զարգացմանը զուգահեռ ռուսները ասել են ընտրություն կատարեք թրիփի եւ ԵԱՏՄ-ի միջև։ Դրանից բխող հետևանքներով։ Դե դրանից բխող գիտեք ինչ հետևանք ալնելու։ Եթե քո տնտեսության կառուցվածքը այնպեսին է, որ կախվածությունը զգալի չափով է Ռուսաստանից, կամ այդ հարցում Ռուսաստանը ուղղակի այլ ընտրանքեր չունի, ավելի անկեղծ կլինի ասել, ապա պարզ է, չէ, որ ինչ-որ վիրտուալ տնտեսական օգուտների համար ԵԱՏՄ-ի շուկայից կամ ռուսական շուկայից հրաժարումը ինչ հետևանքներ է բերելու Հայաստանում։ Այս վերջի ասուլիսում Քոչյանը մի հատ հետաքրքիր բան ասեց։ Այդ թեման ես մի քանի ամիս առաջ զարգացրել էի, բայց մեր հասարակության ու քաղաքական հասարակության շրջանում ու քաղաքական դաշտում դա արձագանք չգտավ, չգիտես ինչու։ Եվ հակառուսականությունը շատ է տարածված մեր տրենդային է դառել, էլի, վիրուսը այդ հակառուսականության, առողջ բանականությունը բավական շատ մարդկանց մոտ թույլատրել է։ Բավարար Ռուսաստանը իսկապես որոշի, տեսեք Միացյալ Նահանգները իր խնդիրները աշխարհաքաղաքական լուծումը մաքսատուրքերը բարձրացնելով, չէ՞։ Ամենա բոլոր երկրների հետ այդ գործիքը կիրառել է։ Իսկ ով ասես, որ Ռուսաստանը դա չի կարող կիրառել։ Բավարար ասենք որոշեց օրինակ հայկական գյուղմթերքի նկատմամբ մաքսատուրք կիրառել։ Ինչ ենք մենք անելու։ Ես չեմ ասում, անպայման սա կլինի, բայց եթե դու ռուսական շահերը անտեսող քաղաքականություն ես վարում, անպայման այդ ռիսկը պետք է հաշվես։ Հո դու չես հարվածելու իրան ինքը քեզ ծաղիկ նվիրի։ Այսինքն այս բաները կա ու ես զարմանում եմ, որ Ալեն Սիմոնյանը այնքան դիվանագիտական նրբանակատությունից զուրկ կա, այսինքն այդ այնքան լյումպեն մտածողությամբ առաջնորդվում, որ Մոսկվա գնալուց առաջ է նման բան ասում։ Դեպքում խես Մոսկվա գնում։ Այնտեղ քո հետ ինչ են քննարկելու են ապագա ընտրությունների հարցը, ոնց որ խայտարակաբար Արադ Միրզոյանը Ստրասբուրգում մենակ այդ հարցներ քննարկում, չէ, եւ ելույթում, եւ բանում այդ Մոլդովայի արտգործնախարարի շփումներում եւ այլն։ Ու խայտարակություն ուղղակի, ես չգիտեմ, այս մարտիկ ընդհանրապես ռազմավարական մտածողություն գոնե չնչին, ամենաչնչին մակարդակի վրա ունեն, թե ոչ։ Եվ այս ֆոնին, այսպիսի մարտահրավերների ֆոնին, ես նշեցի, որ ռեժիմը շարունակում է ներծում այդ բռնաճնշումների քաղաքականությունը, կալանավորված են մեդիա դեմքեր Վազգեն Սահաթելյանը, Նարեկ Սամսոնյանը, նրանց կալանքը երկարացվեց ապօրինաբար, Սամսոնյանը հայտարարեց հացադուլ, առողջական շատ մեծ խնդիրներ բուժհաստատությունում դրան զուգահեռ
հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ այդ թիրախավորումները շարունակվում են, Գերագույն հոգևոր խորհրդի ներկայացուցիչներին կանչեցին քննչական կոմիտե, մեղադրանք, երկրից դուրս գալու արգելք եւ կարծես թե ամեն ինչ արվում է որպեսզի խափանվի այդ ազգային եկեղեցական ժողովի անցկացումը, եպիսկոպոսական ժողովի անցկացումը ըստ էս ներսում, հա, ինչ է հիմա կատարվում։ Գիտեք, այդ ժողովը կարծես թե արդեն հաջողվել է խափանել, իմ մոտ նենց սպավորությունն է, որովհետև տեսեք 56 եպիսկոպոս կար, մեկը կարծեմ մահացավ անցած շաբաթներին, մնացել են 55-ը, որից մեկն էլ կարգալույծ է արվել, հա, 54 եպիսկոպոս է մնացել, որոնցից փաստորեն 11-ն էլ չի կարող։ Վեապարին էլ նույն մեղադրանք առաջադրվելու է երևի կասկածից վերա, որտեղ ըստ էության նրա կայացրած որոշումն են վիճարկում, այս մյուսները մասնակից են, չէ։ 11 եպիսկոպոս, որոնցից 4 ազատազրկված, մյուսները մուտքի արգելք երկրից դուրս գալու արգելքով փաստորեն չեն կարողանալու մասնակցեն, եւ ես չգիտեմ, արդյոք այդ եպիսկոպոսատ ժողովը կարող է տեղի ունենալ, եթե վեապարը չի վարում այդ ժողովը, օրինակ, ես արդեն վտանգված եմ համարում այդ ժողովը, հենց դրա համար էլ արել են իդեպս այլանդակությունները, որովհետեւ այդ ժողովը ցույց տար իշխանության անզորությունը, որ այսքան վարչական ռեպրեսիվ մեթոդների էր դիմել, բայց բարձր հոգևորականության մեծ մասը փաստորեն մնացել են իրենց ուխտին, վեապարին, մայրաթորին հավատարիմ, դա պիտի ցույց տար, չէ, ժողովը անկախ կայացրած որոշումներից, սա մեկ։ Երկրորդը տեսեք իշխանությունը ինչ է անում։ 3 բան է անում։ Պետական մտածողության կատարյալ դեգրադացիա, այդ վարչապետ դիսկոտեկ բան, այդ բաներով էլի անլրջացնող անհամարժեք միջոցառումներով, որոնք էսթետիկ առումով նույնիսկ շատ վտանգավոր միջոցառումներ են, էլ չասեմ դրանց քաղաքակրթական բացասական իմաստով նստվածքը եւ դրսերի փորձը կապկելու անհաջող փորձերը, սա մեկ, այսինքն դեգրադացնում է հանրային մտածողությունը, պետական մտածողությունը, դիմում է բացահայտ ռեպրեսիաների, որպեսզի դիմադրության բոլոր կենտրոնները չեզոքացվեն, եւ մի սեգմենտ կա հասարակության մեջ, որ խրախուսվում է, դա բյուրոկրատիան է, այդ կլորիկ պարգևավճարի տեսքով։ Սա, այս 3-ը համակցեք իրար, սրան գումարեք նաեւ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները հունվարի 13-ի կստացվի մի հատ շատ հետաքրքիր պատկեր 23-ի կներեք։ Դա այն է, որ Նիկոլ Փաշինյանի ուղեղում վերջնականապես ծնվել է ընտրություններին տոտալ կեղծիքի գնալու քաղաքական որոշումը, որտեղ այս բոլոր դրսևորումները դրա մասին են։ Եվ հիմա քաղաքական ուժերի եւ հասարակության անելիքը ավելի է բարդացել, քան ասենք մի տարի ու կես կամ 2 տարի առաջ էր, որտեվ բռնություններն ու ռեպրեսիաները այլևս ոչ թե հատվածային բնույթ ունեն, այլ ինստիտուցիոնալ համակարգային բնույթ ունեն, չկա չէ կյանքի մի ոլորտ, որտեղ այդ ռեպրեսիան շրջանցել է։ Բացարձակ նման ոլորտ չկա, այն բոլորս էլ, որ ազատության մեջ ենք, մյուսներս, առնվազն մեզ կաշկանդող բազմաթիվ բաներ են արել, այնպիսի քաղաքականություն են իրականացնում, կաշկանդված ես, մանևրի մեծ հնարավորություն չունես, մեծ հաշվով։ Այսպիսի վիճակ է ստեղծվել, որը շատ մեծ մարտահրավեր է նետված ընդդիմությանն ու հասարակությանը, կամ սա պիտի կարողանաս հաղթահարել, այդ թվում ընտրությունները որպես գործիք օգտագործելով, այդ թվում ասում եմ, որտեղ միայն ընտրությունները որպես գործիք օգտագործելը բավարար չի։ Կամ էլ
Հայաստանի կապիտուլյացիայի երկրորդ տարարին ենք մոտենալու, որը արդեն շոշափելու է մեր քաղաքակրթական հիմքերը ամբողջովին։ Այդ սահմանադրության փոփոխության նվաստացումը, երրորդ հանրապետության արժեքային համակարգի վերանայումը, արդեն այնինչ ասոցացվում էր երրորդ հանրապետության հետ դրանց տոտալ մերժումը եւ այլն, մեր հասարակությունում շատերը չհասկացան, որ առաջին, երկրորդ, երրորդ նախագահների թիրախավորումը անձնական հարթության վրա տեղի չի ունեցել։ Այդ մարդիկ թիրախավորվել են, այս հարցում Քոչյանը սխալ էր, երբ որ վերջի ասուլիսում ասում էր երեք նախագահների միակ ընդհանուր բանն է, որ երեքն էլ նախկին են։ Երեք նախագահների ընդհանուր բանը այն է, որ երեքով միասին մարմնավորում են երրորդ հանրապետությունը եւ իրանց թիրախավորելով դուրս եկան երրորդ հանրապետության ապամոնտաժման այս դիվային հակապետական բանի վրա, ճանապարհի վրա, այս մի անպայման նկատի ունենանք։ Այսինքն իրանց չեն թիրախավորում, որովհետեւ նախկին նախագահային, որտեւ երրորդ հանրապետության մաս են։ Իսկ որպիսի հասնեն երրորդ հանրապետության հիմքերին, պետք էր հասնել մինչև 91 թիվ, 88 թիվ եւ այլն, ինչը շատ հաջողությամբ պետքա խոստովանենք, ափսոսանքով կամ ցավով Նիկոլ Փաշինյանը անում է։ Հանդիմությունը ինչ պետք է անի։ Ըստ էության 3 բան, բայց ես չգիտեմ, այդ անելու համար մնացել է օրինակ ամիս կես ժամանակ։ Որտեվ ապրիլի սկզբից գիտեք, արդեն պաշտոնապես մեկնարկում է բանը, այդ ընտրարշավը, իսկ ընտրական գործընթաց պիտի մտնես տնային աշխատանքը կատարած, հակառակ պարագայում հունիսի 7-ին ոչ մի իրաշքել կամ հաղթանակել տեղի չի ունենալու։ Ուժեղ առաջնորդություն, սա մենակ առաջի համարներին չի վերաբերվում։ Այն 10, 15, 20 հոգու ցուցակը, որ դուք առաջատար ընդդիմադիր ուժերի մոտ տեսնեք, պիտի ձեզ հավատներ շնչի։ Այդ մարդիկ պիտի լինեն, որոնք այս 4, 5, 6 տարիներին շատ սկզբունքային, հետևողական պայքարել են ինչ-որ բաների համար, չէ, իրանք չէ որ հասարակական կարծիքի ձևավորման առաջամարտիկներն են, չէ եղել այդ մարդիկ։ Երկրորդը շատ ռեալիստական ծրագրեր, ընդդիմությունը պիտի խոսա ցավոտ խնդիրների մասին ու կարողանա դրանց պատասխանատվությունը ստանձնել։ Էլի եմ ասում, եթե մենք որոշենք Նիկոլի ուրացմանը ինչ-որ հեքիաթներով հակադրվենք, այսինքն ինքը Արցախը մեր պատմությունը ուրանում է, մենք էլ մի հատ ինչ-որ հեքիաթ պատմենք մեր արագ հնարավոր հաջողությունների մասին, ավելի շատ ուրացման հավատալու հասարակությանը, որովհետև ցավոք սրտի ինքը նյութական է, քան այդ հեքիաթիդ, որը իրական չի ընդհանրապես։ Եվ երրորդը ճանապարհային քարտեզ պիտի ունենա։ Օրինակ ընդդիմությունը պիտի պատասխանի 2 հարցի։ 2 հարց ասեմ, բազմաթիվ են հարցերը, բայց երկուսը կառանձնացնեմ։ Ո՞նց անում, որ 97-ին տեղամաս գնա օրինակ 1.400.000 մարդ։ Որտեվ հաշվարկված է, որ այդ թվի դեպքում իշխանության վարչական ռեսուրսի կիրառումն ու կեղծիքները դեր չեն խաղալու։ Եվ պարտվելու է Փաշինյան իշխանությունը։ Կամ երկրորդ հարցը, եթե տոտալ կեղծիքների է գնում իշխանությունը, ինչ է անում ընդդիմությունը հունիսի 8-ին։ Առնվազն այս երկու հարցերի պատասխանները համոզիչ, առանց ընդհանրական ձևակերպումների պետքա ընդդիմադիր բոլոր դերակատարները, այդ թվում ես, այս երկու հարցերի պատասխանները պիտի տանք։ Հակառակ պարագայում այս ապատիկ հասարակությունը փոփոխության շարժիչ լինել չի կարող։ Ու ապաթիայի համար հասարակությանը պետք չի մտածել, մեղադրել։ Նիկոլ Փաշինյանի ստին չի հավատում հասարակությանը։ Այդ ստի հետ համակերպվել է, որտեղ այլընտրանք չի լսում։ Դրանք տարբեր բաներ են։ Տհաճ բաներ կա, չէ՞ որ ստիպված համակերպվում եք, որտեղ այլընտրանք չկա, ոչ թե որ շատ ձեր դուրը գալիս է կամ իմ դուրը։ Նույն բանն է։ Վաղուց իշխանության ստերին հասարակությունը չի հավատում, այդ ստի հետ ապրում է, որտեղ այլ լուծում, դառը ճշմարտություն օրինակ, իրան մատուցող չկա, ինչ որ հեքիաթատուն նման խոստումներ կա։
Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր քաղաքագետ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Anti-Fake YouTube ալիքին, կհանդիպենք։